Անպատասխան մնացին մեր զանգերն ու նամակները գրեթե բոլոր այն մարզիկներին, որոնք տարբեր տարիներին օգտվել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունից։ Չհաջողվեց կապ հաստատել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի եւ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի հետ։ Կապ հաստատել հաջողվեց միայն 2 մարզիկի հետ, սակայն դրանք նույնպես հրաժարվեցին մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ասաց, պատրաստ է խոսել սպորտի մասին, բայց այս փուլում չի ցանկանում անդրադառնալ քաղաքական կամ իրավական գործընթացներին։ Այս նենց նուրբ հարց է, հիմա չի ուզենա ոչ մի դիտարկում անել, քանի որ ընդհանրապես տեղյակ չեմ այդ ամեն ինչի հետ կապված, ու ես իրականում ինչ վերաբերում է սպորտին, ես մեծ սիրով հարցազրույց կրամ, բայց այն թեման, որ ընդհանրապես տեղյակ չեմ ինչի հետ կապված է, ես ոնց կարամ ինչ-որ բան ասեմ։ Նազիկ Ավդալյանը տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելած մարզիկներից։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո նա Ծառուկյանից որպես նվեր ստացել էր նաև բնակարան։ Տեղը չի որից հետո ես մի քիչ ինձ համար էլ է շատ ցավալի իրավիճակ։ Մեկնաբանել հրաժարվեց նաև ծանրամարտի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա նշեց, որ թեմային չի տիրապետում եւ չի ցանկանում խոսել։ Ես ոչ մի բանի չեմ տիրապետում ու հարցազրույց չեմ կարող։ Կարող եմ ներկայացնել ինչ է եղել, մարզիկների կարծիքները։ Ոչ մի բան էլ պետք չի։ Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը աջակցել է հայկական սպորտին։ Նրա հիմնադրամների եւ անձնական նախաձեռնությունների միջոցով բազմաթիվ մարզիկներ ստացել են ֆինանսական աջակցություն, բնակարաններ, ավտոմեքենաներ եւ դրամական պարգևներ։ Այդ աջակցության շահառուների թվում եղել են նաեւ օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ։ Սակայն այսօր, երբ Ծառուկյանի շուրջ իրավական գործընթացներ են, նախկինում նրա աջակցությունը ստացած մարզիկների գերակշիռ մասը նախընտրում է հրապարակային դիրքորոշում չհայտնել։